Այս կադրերում երևում է, թե ինչպես են կենթանաբանական այգի տեղափոխել Գագիկ Ծառուկյանի սպիտակ առյուծներին ու վագրերին քնեցնելուց հետո։ Լեզուն դուրս ընկած այս առյուծը հենց անշնչացած էգն է, քարշ տալով են նետում վանդակ։ Բնության մեջ հազվագյուտ համարվող այս սպիտակ գազանը ըստ կենթանաբանական այգու պաշտոնական հայտարարության քնեցումից չի արթնացել, քանի որ խնդիրներ է ունեցել, այդ թվում ճարպակալում։ Սատկացրել են, ես այսպես կասեմ, ներողություն այդ բարձրացումը։ Քնեցումը բժշկական վատ միջամտությամբ է արվել, Երևանի ավականու ընդդիմադիր անդամի համոզմունքն է։ Իմ կարծիքով այս ամեն ինչը մուռ են հանում պարոն Ծառուկյանից։ Արմեն Քոչարյանը, որ կենթանաբանական այգու խորհրդի անդամ է, առաջարկել է հրատապ նիստ հրավիրել ու պարզել, ում հրահանգով։ Ինչ են արել, որ անկել է սպիտակ առյուծը, որի ցեղակիցները աշխարհում շատ քիչ են, ընդամենը 300-ը։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով կատարել են աշխատանք, որի արդյունքում անկել է առյուծը։ Որ կենթանաբանական այգու աշխատակիցները հատուկ հրահանգով են քնեցրել Ծառուկյանի առյուծներին, պնդում է նաև կենթանապաշտպանը։ Խոսել եմ, չեմ կարող մասնագետի անունը տալ։ Ադամյանի խոսքով իր հետ զրուցած մասնագետին պետական ատյաններից են զանգել ու խորհուրդ հարցրել տեղափոխման վերաբերյալ։ Մասնագետն ասել է, հատկապես 12 տարեկան էգի պարագայում ռիսկը մեծ է, որ նարկոզից դուրս չի գա։ Առաջարկել է պետական ատյաններին, եկեք օգնենք, այստեղ փող ներդնենք, գումար տանք, այս կենթանին իրենց տեղում պահենք, չտեղափոխենք։ Մերժվել է առաջարկը, կար հրահանգ, պետք է տեղափոխել։ Այստեղ ասել ոչ մի դեպքում, անեք, տարեք, մեզ հետաքրքիր չի, եւ դա արել են այսպես ուժային կառույցների միջոցով։ Ով է առյուծներին քնեցնողը։ Եվ զանգելով հենց բուն գլխավոր կենթանաբույժին, Էկոմեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը լրագրողական հետաքննությամբ պարզել է. Գագիկ Ծառուկյանի այն աշխատակիցը, որը խնամելիս է եղել առյուծներին, հրաժարվել է քնեցնել կենթանիներին։ Երևանի կենթանաբանական այգու կենթանաբույժը Կիրակոսյանի խոսքով երկրում չի եղել։ Մի երիտասարդ կենթանաբույժ է ներարկումն արել։ ենթադրաբար երիտասարդ մասնագետն է արել, որը 24-25 տարեկան է։ Նարինե Կիրակոսյանն նաև պարզել է, որ կենթանիներին զոլետիլ և մեդիտին դեղամիջոցներն են ներարկել։ Ըստ նրա, դրանց համակցումը կիրառվում է խորը նարկոզի համար, երբ կենթանին ոչ թե ասֆալտի վրա ու կիզիչ արևի տակ է, այլ վիրահատարանում, հատուկ հսկողության տակ։ Այդտեղ վիրահատարանում արկա է սատուրացիան ստուգելու, կարդիոգրաման, սրտի աշխատանքը, թոքի աշխատանքը, եթե կենթանին սկսում է վատանալ, միանգամից հակաթույն են տալիս ու նարկոզից հանում են կենթանուն։ Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին, հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների նախագահներին, որ պարզեն, օրենքով են արդյոք գործել Ծառուկյանի կենթանիներին առգրավելու որոշում կայացրած ու իրականացրած քննիչները, մասնագիտական ինչ եզրակացության հիման վրա է թույլատրվել հիվանդ կենթանու թմրեցումն ու տեղափոխումը։ Սա ոչ նարկոտիկ է, ոչ զենք է, որ պետք է տեղափոխեն, ինչ-որ մի տեղ պահեն։ Չնայած պաշտոնական աղբյուրները հերքում են, որ էգ առյուծին 2 անգամ են ներարկում արել, ըստ Երևանի ավականու անդամի Ծառուկյանի այգու աշխատակիցը պնդում է, որ անկած առյուծին դեղի կրկնակի դոզա են սրսկել։ Իմ կարծիքով պահակը լավ ճանաչում է, թե էգ առյուծը որն է, որցը որն է, եւ նա հստակ մեզ ասել է, որ այդ առյուծին են դոզավորը երկրորդ անգամ։ Գագիկ Ծառուկյանի այգու աշխատակիցները նաև ասել են, որ էգ առյուծի համար բեռնաթափման օր է եղել։ Մասնագետների խոսքով քնեցման ժամանակ կենթանին պետք է ոչ կուշ լինի, ոչ սոված։ Այն իր կերած օրը հաջորդ օրը առանց կերակրելու նոր ներարկումը անես։ Հա, այսինքն կերակրած վիճակում ճիշտ չի, հա։ Հա։ Այո, կերակրած վիճակն էլ ճիշտ չի, շատ սոված վիճակն էլ ճիշտ չի։ Երևանի կենթանաբանական այգու նախկին աշխատակիցը զարմանում է, միթե առանց կենթանիների վիճակը զննելու են քնեցրել գիշատիչներին, դա օրենքի խախտում է։ Նաև օրգանիզմներն են տարբեր, հա, մարդկա նարկոզը շուտ ազդում, մարդկա ուշ ազդում, որևէ տարբերություն չկա մարդու այդ կենթանու մեջ։ Նույնը պիտի լինի կենթանուն։ Այո։ Մի խնդիր էլ կա, Գագիկ Ծառուկյանի այգու բոլոր կենթանիների համար դժվար թե կարողանան լավ պայմաններ ապահովել Երևանի կենթանաբանական այգում։ Վանդակների պակաս կա այնտեղ, ասում է կենթանաբանական այգու խորհրդի անդամը։
Մենք չենք կարող այս պահին լուծել կենթանաբանական այգու ցանկապատի հարցը դեռ։ Երևանի կենթանաբանական այգու տնօրինությունն առաջին անգամ ավականու անդամներին թույլ չի տալիս մտնել այգի, տեսնել, թե ինչ վիճակում են առինջից տեղափոխված կենդանիները։ Լրագրող Տաթև Այվազյանը այս կադրերը 3 տարի առաջ են նկարահանել։ Խոշոր պլանում քնեցված ու չարթնացած էգ առյուծն է։ Տաթևն ասում է, այս առյուծներին պահել են լավագույն պայմաններում, ունեցել են կերակրող, խնամող, լողացնող ու բժիշկ։ Հայաստանի իշխանության սպանող քաղաքականությունը նաև քաղաքականությունից շատ հեռու այս կենդանիներին հասավ, գրում է լրագրողը։ Պետք չէր այդքան մանրանալ, այդքան վրեժ խնդիր լինել, որ կենդանուն սպանելով որևէ բան փորձել ապացուցել կամ ցույց տալ։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։